Հավատացեք, որ դուք ամեն ինչ կարող եք եւ ձեզնից է կախված Հայաստանի Հանրապետության ապագան եւ դուք եք փոխողը, դուք եք տերը թե իշխանության, թե պետության։ Խաղաղության եւ 2026 թվականը թող լինի իսկապես իրենց արժե դրված խնդիրների իրականացման տարի։ Շատ մեծ հավատքով լցված լինեն առ հայրաքելական Սուրբ եկեղեցին, պաշտպանեն իրենց արժեքները, իրենց ինքնությունը եւ այս առումով նաեւ մաղթում են, որ լինի առողջության տարի, հաջողությունների տարի, ձեռքբերումների տարի, չվախենալ, չնահանջել, չզիջել, չխեղճանալ։ Նույնն է, ինչ ասել եմ երևի 20-30 տարի շարունակ դուրս գալ այդ ամբողջատիրականության սինդրոմից շատ ծանր բան է այդ ժառանգությունը, որ ստացել ենք մենք սովետի ժամանակ։ Հարությանը մաղթում եմ համբերություն եւ ամենակարևորը անհամբեր սպասել 2026 թվականին, որպեսզի մասնակցեն ընտրություններին եւ փոխել իշխանությանը։ Խաղաղ լինենք, արժանապատիվ կարողանանք ձևավորել այն ինչ որ երազել ենք տարիներ շարունակ, ունենանք երկիր, որի հետ հաշվի են նստում, որտեղ քաղաքացին իրեն զգում է որպես առաջին հերթին իր մասին պետության մեջ ապրող, այսինքն պետություն, որը մարդակենտրոն է։ Բաց չթողնի մեր հանրությունը հանկարծ այս պատմական հնարավորությունը եւ հանկարծ թույլ չտա հետ շրջել պատմության անիվը։ Լինել մեծագրագետ, չտրվել ապատեղեկատվական տարբեր հարձակումների եւ հնարավորինս ստուգել տեղեկատվությունը, որովհետեւ կարծում եմ առաջիկայում կեղծ լուրերը, հիբրիդային տարբեր հարձակումները շատ ավելի լայնածավալ են դառնալու։ Միասնություն այդ օտարերկրյա տվյալ դեպքում ռուսական ազդեցություններին դիմակայելու հիբրիդային պատերազմում, իմաստուն որոշում պարլամենտում եւ ամենօրյա աշխատանքի մեջ որակ, որը որ բոլորիս խիստ անհրաժեշտ է։ Լինել ակտիվ, չհամակերպվել, պայքարել սեփական իրավունքների համար, չհանձնվել։ Եկեք լինենք ազնիվ, մեկս մյուսի հետ, ինքներս մեզ հետ, ու ես կարծում եմ այնպիսի փոփոխություններ կլինեն, որ մենք կզարմանանք։